Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այժմ աշխարհաքաղաքականության համար վճռորոշ պահ է։ Ռուբիոն հայտարարությունն արել է Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։ Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքի առաջ։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, եւ այն պահանջելու է, որ բոլորս վերանայենք, թե ինչ տեսք է այն ունենալու եւ ինչպիսին է լինելու մեր դերը, լրագրողներին ասել է Ռուբիոն։ Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղի կունենան փետրվարի 17-ից 18-ը Ժնևում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նախորդ երկու փուլերը տեղի էին ունեցել Աբու Դաբիում, սակայն կողմերը չեն բացահայտել հանդիպման վայրի փոփոխության պատճառը։ ՆԱՏՕ-ի ղեկավարն է խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Ռուսաստանը ցանկանում է, որ մենք նրան ընկալենք որպես հզոր արջ, բայց իրականում նա Ուկրաինայում առաջ է շարժվում այգու խխունջի արագությամբ, ասել է Մարկ Ռյուտեն։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը կոչ է արել չտրվել ռուսական քարոզչությանը։ Թրամփը հայտարարություն է արել Գրենլանդիայի շուրջ բանակցությունների մասին։ Կարծում եմ Գրենլանդիան կցանկանա միանալ մեզ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Եվրոպայի հետ, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում Գրենլանդիայի հարցով, ասել է նա։ Ուկրաինայի կողմից Հունգարիային ուղղված սպառնալիքները հասել են նոր մակարդակի, հայտնել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ Զելենսկու ռազմական առաջնորդներից մեկը սպառնացել է անգամ ռազմական ներխուժմամբ։ Անտալիայում թռիչքուղում պոկվել է ինքնաթիռի անիվը։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ ուղևորներին արագ տարհանել են եւ կարողացել խուսափել հրդեհի բռնկումից։ Փախուստի մեջ գտնվող կողմն Օլիմպիական խաղերի ժամանակ իր ազգային թիմին աջակցելու համար գնացել է Միլան ու բռնվել։ Ոստիկանության կողմից հետապնդվող ազգությամբ սլովակ կողը ձերբակալվել է Միլանում, այն բանից հետո, երբ ժամանել է քաղաքի մոտակայքում գտնվող բնակարան ձմեռային Օլիմպիական խաղերում իր ազգային հոկեյի թիմի խաղը դիտելու համար։ Մահացել է գերմանական Մոսկոու հայտնի հիթի կատարող Վոլֆգանգ Այխելը։ Նա Դիշինգիս Խան դիսկո խմբի հիմնադիրներից է։ Նշվում է, որ երգիչը մահացել է հունվարի 20-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։